կարա օդ թուրք ազգի հետ ապրենք։ Դա մեր թշնամինը հազարավոր տարիներ չի կարելի։ Ես այդ համաձայն չեմ։ Չեք հավատում, որ այդ բարեկամությունը կարող է լինել։ Ինքը կանի։ Ինքը ուզում անի, բայց ժողովուրդը պետք է համաձայն չլինեն։ Երկիրը կկործանեն։ Наладить отношения можно, знаете, и с врагом, я считаю. Вопрос, какую цену ты готов ради этого положить. Если интересы личностные превосходят больше национальных, то здесь, мне кажется, я не буду прям громко говорить, но это просто ужасно. Վերջի այդ հարևանությունը պիտի լինի, եւ քանի դեռ մեր ազգը վիճակի չի մեր խնդիրները լուծի հայդատի նկատմամբ, ուրեմն այսօրվա օրով խաղաղությունն է կարևոր մեր ազգի համար, որպեսզի մեր ազգը ուժեղանա։ Близкое партнерство, я думаю, что невозможно. Нет партнеров, никаких нет, никто ни с кем не дружит, а это всего лишь интересы каждого государства. Нельзя, не учитывая интересы своего государства, своего народа, прийти к какой-то вот дружбе. Никто так не делает. Իրենք ցեղասպանություն են կատարել, ինչպես կարելի է բարեկամություն, հարևանություն անել, ես չեմ հասկանում։ Партнерство всегда хорошо, смотря на каких условиях партнерство. За счет ущерба армянской государственности никакого сотрудничества быть не может. Сотрудничество это, понимаете, когда на равноправных условиях делается. Тут никакое равноправие слова нету. Ադրբեջանը հասավ Իրան, Ղարաբաղը առանց ղարաբաղցիների։ Իր պլան մինիմումը կատարեց։ Հիմի հերթը Թուրքիայինն է։ Ինքը պետք է պլան մաքսիմումին հասնի, այսինքն հայ ազգը պետք է ոչնչանա։ Միակ հայը պետք է մնա այն այդ հանգարանում։ Թշնամին մնում է թշնամի։ Բայց ճիշտ Աստվածաշնչում ասում է, որ թշնամիներ չկան, թշնամին քեզ պետք է եւ այլն, բայց իմ կարծիքով այն ազգը, որ սպանելը շատ մեղմ է ասված, չի կարող լինել բարեկամ ազգ։ Ես ինքս որպես քաղաքացի չեմ տեսնում, բայց եթե իրանք անում են, ուրեմն իրանք ավելի շատ բան գիտեն երևի։ Բայց ես որպես քաղաքացի իմ հարաբերությունները բարեկամական չեմ տեսնում Թուրքիայի հետ եւ Ադրբեջանի հետ նույնպես։ Ղեկավարը իր դիրքում պետք է լինի, նրա հարցերին պետք է չվատաբանեն, չի կարելի, այդպեսին պետք է լինի, նա պիտի թույլ չտա, որ ժողովուրդը ինչ ասես ասի, դա չի կարելի, միանշանակ չի կարելի, առաջ երթին դա, պետք է վեհ լինի ինքը, վեհանձն, եւ հետո մնացածը արդեն արդարություն, ազնվություն ժողովրդի հետ, ամեն հարցերում ժողովրդի հետ, շատ բաներ կան, որ ժողովրդին դուր չեն գալիս, շատ հարցեր կան, հիմա էլ կա, թեկուզ տրանսպորտի իրավիճակը խառնիխուռն իրավիճակ էր, թեկուզ այդ անկարգությունները, որ կատարվում են, սպանությունները, ամեն ինչը պետք է վերանա։ Направленным в первую очередь христианским. Это первое. Впереди сначала у правителя должен быть Бог, после его народ, ну а после его семья. И вот я думаю, в такой последовательности, если будет человек мыслить, то все будет правильно на своем месте. Ես կուզեմ մի հատ նոր իշխանություն գա։ Նոր այն իշխանությունը գա, որ իրոք ճանապարհ ունի, գծած է այդ ճանապարհը ու ժողովուրդը իր հետևից գնա։ Во-первых, умная должна быть. Во-вторых, должна учитывать, как сказать, учитывать всю историю Армении, из этого делать вывод и двигаться вперед. По-другому не получится. Плюнуть на историю и делать то, что хочется, мужу и жене, неучам. Это ни к чему хорошему, естественно, не приведет. Ով էլ լինի, պետք է ամեն ինչից հանող լինի։ Ով էլ լինի, պետք է ուժ ունենա առաջինը, ուղեղ ունենա երկրորդը։ Անալիզել գիտենա, ոչ թե փստերը ինչ բերնին եկավ։ Պետք է ունակ մարդ լինի։ Իսկ ունակ մարդ միլիարդավոր են հայերը, միլիարդավոր, միլիոն չէ։ Ունակ մարդ կա, թե սրան ինչի բերին թրին գլխներից ես ուղղակի ապշած եմ, էլի, ապշած եմ ամբողջ մեր այս ամբողից։ Խելացի, շատ խելացի։ Հեռատես։ Հայրենասեր եւ որ լիովին մտածի իր ժողովրդի մասին, բայց հայրենասեր։
որ չկորցնենք մեր եկեղեցին, հավատքը եւ մեր հայ լինելը։ Խիստ լավ ղեկավար ունենանք, որ սրտացավանք լինի մեր հայրենիքի համար։ Я всегда считал, я думаю, многие разделят мое мнение, что духовная часть жизни человека никогда не может быть соприкосновена с, наверное, его материальным, так как в христианстве есть, я не помню, конечно, какой стих, какая глава, но в Библии было сказано так: «Дайте кесарю кесарева, а Богу Богова». А то, что происходит сегодня в Армении, это, я думаю, вопиющее варварство. То, что творится на родине, руководство делает очень отрицательно, потому что церковь сохранила нашу идентичность, и я считаю, что просто неприкасаемы. Это самое святое и самое сокровенное, которое сохраняет на многие века наша нация. Պետքա պահպանել այն ինչ ունենք, մեր հավատքը, մեր եկեղեցին, անձնապես չեմ ճանաչում, չգիտեմ ինչ նախնդիրը, բայց եկեղեցին առաջնային է։ Президенты, приходящие и уходящие, церковь вечная. Она всю жизнь сплачивала всю историю Армении. Церковь сплачивала армянский народ. Не было бы церкви, не было бы и государственности Армении. Չի կարելի տեսփանանել, որ իրանք ուզում են ինչ-որ քանդեն, չի կարելի, դա մեր սրբությունն է, մեր տեղն է, դա չի կարելի։ Եկեղեցու այդ իրադարձություններին հետևում եմ, ու իմ կարծիքով պետքա բոլորը հետևեն դրան։ Ես ինձ համարում եմ քրիստոնյա, չեմ համարում ավելի sense կոնկրետ հետևող, այսինքն ուժեղ քրիստոնյա չեմ, հավատացյալ այսպես ասած հավատացյալ չեմ, բայց քրիստոնյա եմ համարում ինձ ու կարծում եմ, որ բոլորը պետք է այն փոքր իրենց առաքելությունները կատարեն, այսինքն եկեղեցի հաճախեն, աղոթեն, պատվիրանները պահպանեն։ То, что сказал Самвел Карапетян, я не то чтобы, я бы сказал, это не столь, может быть, масштабно, как то, что он сделал для страны. Его слова подкреплены именно действиями, теми, которые он показывал и проявлял. Если я не ошибаюсь, там на портрете как раз-таки он указан как крестный Армянской апостольской церкви, потому что есть такая традиция у нас. Очень плохо. Это хуже, чем 1937 год, о котором мы читали, говорят. И я считаю, что это свобода слова никто не отменял. Плохо отношусь. Человек выразил свое мнение. Каждый человек вправе выразить свое мнение. Оно может не понравиться руководству сегодняшнему, не знаю, вчерашнему, но это мнение человека. И все мы имеем на это право. Поднял руку на человека, который намного больше сделал Армении, чем наш этот президент, как говорится, или премьер-министр. Իմ կարծիքով եկեղեցին առանձին բնույթ է կրում։ Պետությունը եկեղեցին իմ կարծիքով իրանք իրար հետ չեն։ Սամվել Կարապետյանը հայտնի բարերար է ու նրա բարերարությունը, բարեգործությունը պետք է միայն տեսնի հայ ժողովուրդը որպես բարեգործություն, այլ ոչ թե ինչ-որ քաղաքականության հետ ինչ-որ միտումներ ունենա։